Բարևներ սիրելի հետևորդներ ջան, ձեզ եմ ուզում ցուցադրել մի հիասքանչ տեսարան, մեքենան կանգնել է, գազ է լցնում, ես էլ մեր վայքի սարերով եմ հիանում, ներքևում տեսեք արփագետն է, այն կողմն էլ որ ցույց եմ տալիս, այդ վերևի հատվածով սարի փեշով իջնում ես դեպի իմ հողամաս, ահա, սիրուն տեսարան, այս մասերում, այս ժայռոտ մասերում, որ ցուցադրում եմ, սեզոնին լավ բոխի է աճում, իմ բոխու տեղերն են, գալիս եմ այստեղ, բոխի եմ հավաքում, լավ ջերմ եղանակը տուր խոսամ, գնացինք այստեղից էլ երևում է մեր վայքի եկեղեցին, ոչ մի անգամ չեմ եկել ցուցադրել, նկարել, բայց փորձում եմ այսպես ցուցադրել ձեզ, ահա, ձու եմ դրել, քաշվում ու նախաճաշում ենք, սա այն կանաչ տնական հավի ձուն է, տեսեք ինչ հետաքրքիր գույն է, սա էլ պետական հավի ձվեր են, ժանգյալով հացից է մնացել 3 հատ, ռեժան է, թեյի բաժակներ, սեղանի վրա էլ պատրաստել եմ հաց, պանիր, ձուն անջատ եմ, արդեն բավական է եռը, թեյը, 25 հատ է, ահա, այս մեկ պակետը բավական է 2 բաժակ թեյի համար, լավ գույն է տալիս, պանիր, լավաշ, հավի կրծքամսեր են, երեկվանից հալվում է, դեռ չի հալվել լավ, ես աղցան պատրաստեմ և շաուրմա, հիմա քանի որ մի քիչ տենց հաստ են, սառած էլ է, ուզում եմ բարակացնեմ, որ տապակվելուց հեշտ տապակվի, այս մեկը, կեսից շատը սառույց է լինում, այս անգամ շաուրման հավի մսով եմ որոշել պատրաստեմ, հավի մսով էլ շաուրմա կա, դե գիտեք, ահա, սա այսպես, այսքանը բավական է սալաթի համար, էլի միս ունեմ մարինացված և այս կրծքամսերն էլ կդնեմ նորից արցախցիկ, այս անգամ մեկ-մեկ, որ հանեմ ինչ-որ բաներ պատրաստեմ,
պատշգամբն էլ դնեմ այստեղ թող այստեղ հալվեն, ջուրն է կլցվի մեջը։ Մինչև չհալվի, այդ միջի սառույցը ջուրը դուրս գա, չեմ կարող մարինացնել։ Նորից դուրս եմ գալի պատշգամբ։ Արևոտ ջերմ եղանակ։ Տաքա։ Ուզում եմ այստեղ նստեմ մի հատ կոֆե խմեմ։ Այդ կարոպկան էլ արկղն էլ չեմ գցել, մի հատ շոր գցեմ, սիրուն սուրճի սեղանս կլինի դա էլ։ Մեկ բաժակ դնեմ ու ես ջերմ արևի տակ վայելեմ։ Ահա, սա էլ իմ սուրճի սեղանը, լավ տեղ եմ չսարքել։ Պատշգամբի այս անկյունում, հարմար հավեսին տեղ։ Արևա, բայց արևը ոշկերիս անգնում։ Ինչ էլ ուղիղ դիմացը իմ հողամասն են, վայելում եմ այդ տեսարանը, սարերի, դաշտերին նայելով վայելում եմ իմ սուրճը։ Արևը ոշկերիս անգնում, ուղիղ երեսիս։ Արևի ջերմությունը շատ լավ բան է, էլի։ Սիրելի հետևորդներս, անընդհատ էս մեքենաները գնում, գալիս են մեծ մեքենաները եւ շարժը ահա որ շատ է։ Արդեն այս ձայներին սովորել ենք մեքենաների աղմուկին, սովորել ենք սկզբից, որ նոր էինք եկել այս շենք, բնակարանը նոր էինք գնել, երևի մի քանի ամիս չէի հարմարվում այս մեքենաների ձայնի հետ, չէի կարողանում քնել, բայց արդեն դարձել է սովորական, սովորել ենք։ Մարդ ամեն ինչի էլ ադապտացվում է։ Խմեցի շատ համով սուրճեր, բայց այն տակին նստվածքը չեմ խմում։ Իդեպ մի բան ասեմ այս սուրճի նստվածքի համար, այսպես եթե խմում եք նստվածքա բաժակի մեջ, կարող եք լցնել մի ամանի մեջ և շամպուն լցնել, մեկ անգամյա լվալու համար ու ձեր մազերը լվացեք, շատ լավ օգնում է մազերի աճին, փարթամացնում է, եթե մեկ ամիս օգտագործեք, անպայման տարբերությունը կզգաք։ Ես շատերին եմ խորհուրդ տվել, օգտագործել են ու շատ գոհ են եղել։ Ես էլ եմ մեկ անում, ուղղակի չեմ ցուցադրում։ Մոտակայքում ձնծաղիկ լիներ, մեծ հաճույքով կգնայի ձնծաղիկ հավաքելու։ Միսը արդեն հալվեց, բացվեց, ահա։ Տեղափոխում եմ այստեղ։ Եմ լցնում կտորների վրա, մարինացնում եմ, մի ժամ պարտադիր այս մարինացված վիճակով մնա միսը, որ ավելի համով լինի, թե շաուրմայի և թե աղցանի համար։ Կարմիր պղպեղ, ձեռքերս լվացի, որ
կարողանամ բացել, մի փոքր մայոնեզ, և սոյայի սոուս, այն որ համը բերում գցում է իր տեղը, դա սոյայի սոուսն է, փոքր էլ, և ձեռքերով լավ պետք է այսպես տրորենք, ձեռս լվա, 1 ժամ պետք է այսպես մնա, որ այն համերը ներծծվեն, հարինացվի, վար չէ, տնական համեղ շաուրմա կպատրաստեմ, եթե ուզում ես գործերդ շուտ վերջացնես, ինչ որ վերցնում ես տվյալ պահին պետք է անմիջապես նորից տեղը դնես, չդրեցիր կդառնա խառնի ճաղանճ մի ինչ որ մի բան, սովորության համաձայն մի հատ էլ այս կողմից նայենք, այս կողմը արև կողմ է, չհաշված, որ մեր բակում դեռ ձմեռ է, շենքը պահում է, արև չի ընկնում, բայց այդ սեփական տների հետ, որ գնացել էի, կոֆե խմելու, այս վերևի հատվածներով էի գնացել, շատ լավ, բաց, տաք, այդպես, կամաց պատրաստում եմ, որ շաուրման սարքեմ, հիմա կասեք ես զակատները և խնձորը ինչ կապ ունի շաուրմայի հետ, կապ ունի, իհարկե կապ ունի, իջանկուղից մարինադ բերեմ, դե շաուրմայի մեջ թթու մարինադ վարունգել եմ, լցնելու, տեսեք ինչ լավ մարինադ է, և ես միշտ խառն եմ պատրաստում, լոլիկը մի յուրահատուկ համ է տալիս մարինադին, սա այստեղ, և քանի որ իջել էի, խնձոր էլ բերեցի, այս խնձորները սիրելի հետևորդներս Վայքի Ազադեք գյուղի խնձորներն են, շատ համով են, իրա տեսքին չնայեք, կարևորը օրգանիկ են, և այս կարկտահարված տեղեր են, որդնած չի, լվանա, մաքրում ենք ու հաճույքով էլ ուտում ենք, սա իմ սիրած խնձորն է, կապույտ խնձոր ենք ասում, Սիբիրենկո է, ինչ է, քիչ եմ բերում, որովհետև տանը միանգամից հասնում է, սա այստեղ դե էլի, ինչ որ բաներ, մալինայի կամպոտ, և էլի պահածոներ, լոլիկ է, գնացել էի մենակ, որ մարինադ բերեի, այստեղ եգիպտացորեն և տոմատ, այսքանը պահածոներից այսօր, և կարտոֆիլ էլ եմ բերել, շաուրմայի մեջ, որ էլի օգտագործեմ, տունը կար փոքր էր, այս մեծերից, որ տապակեմ, սա մեկ, սա էլ բացենք, սա էլ մալինայի կամպոտը, չնայած մենակ ես եմ խմում, ես պամիդորներն է երեսն են, ուրեմն ինչ եմ անելու, լոլիկները կհանեմ, որ տակից վարունգը վերցնեմ, հետո կլցնեմ տեղը,
Ինքան բաղադրիչ հիմա կբերեմ այսպես այս թեյնիկը այստեղից վերցնեմ տանեմ լվանը թող տապակվի այստեղ ես կկտրատեմ մնացած բաղադրիչները այս պղպեղը շատ ընտիր էր սերմը վերցնեմ չգցեմ են կողմ ասա այս պիտակն չես թողե վրան մի հատ տվանամ նորից բարակ այսպես կտրատեմ կանաչ գույնն էլ կա պղպեղից բայց մենակ կարմիրը կօգտագործեմ վարունգ խառնեմ բարակ ամեն ինչը աշխատում ենք բարակ կտրատել սամանները բերեմ բաղադրիչների համար ինչը կտրատում եմ լցնեմ որ թող չխառնվեն կարելի է փոքր կտրատել բարակ մեկ վարունգ ես մի հատ կարտոֆիլը խառնենք այս գործի մեջ արագություն բոլոր գործերն էլ պահանջում են արագություն եւ կարևոր կողմնորոշվես հասցնես մի անգամից պատահել է որ գազարնել եմ տապակե բայց այս անգամ չեմ տապակում На этом фоне видно все чисто, а вот этом фоне
Անիմ։ Բա այդտեղ սարքում եմ, այստեղ էլ դնում եմ ավելորդությունները, Լիլիթ։ Ամոս նվարում։ Ան, հնդեք է։ Օ, անի։ Կանաչի։ Կանաչին շատ քիչ եմ անում։ Համեմա 2 ճոխ պետրուշկա եւ մի հատ էլ սոխր ոնց որ։ Հավեսին էլ տապակվեց կարտոֆիլը, աղեմ լցնող, տեղը տեղին։ Կաղամբով շատ համով է։ Պետք է լցնեմ այս կացայի մեջ։ Քանի որ այս տապակը հիմա ինձ անհրաժեշտ է անջատեմ։ Մի հատ եկեք, տեսեք ձեր մերն ինչ անում, նայեք, սովորեք, հարցեր տվեք, հետաքրքիր բան չկա։ Սկզբից կարտոֆիլը տապակեցի, որտև հենց այս տապակի մեջ հիմա ես միսն եմ տապակում։ Մի փոքր տեսեք չի կպել, լավ է։ Կարող է ուրիշ տապակով անել, բայց ոչ։ Լուսայով ավելացնեմ ու միացնեմ։ Բաղադրիչներ, տեսականի համեղություն, բայց մի բան է պակասում լոլիկ։ Լոլիկը մոռացել եմ։ Սա այստեղ հերթով շարենք այսպես ու մարինացված միսը։ Տեսնում եք, որ ճիշտ արեցի, կիսեցի, որ բարակ լինի, հավեսով տապակվի։ Կատարակաղով նորից ծակարկեմ։ Փակեմ, թող տապակվի։ Շուրումուրտանք թող լավ էցի։ Մի 2 ամանկա բաժակ-մաժակ սրանք լվանամ, ինչև որ միսը կտապակվի։ Ոնց որ թե հասցրեցի, չեմ սիրում, որ թափրտված է լինում, ես էլ խոհանոցում աշխատում եմ։ Կամաց է յարել, լավ էլ կարմրել է, չեմ ուզում արագ լինի, կսևանա, բայց չի եփի։ Արդեն այսպես տապակվել է, բայց մի քիչ էլ մյուս կողմը տապակվի, կանջատնեմ։ Արդեն ուժեղացնեմ, որովհետև աման լվալը վերջացրեցի։ Այստեղ կիսատ պարագաններ ոնց որ թե չկան, իհարկե մայոնեզն եմ հանում
Եվ տոմատ, իմ պատրաստած տոմատը կօգտագործեմ, սա էլ լավաշ է։ Երբ սարքեմ նոր կհանեմ, որ չչորանա։ Սա էլ լցնեմ ամոնի մեջ, որովհետև այս տախտակը ինձ պետք է գալու միսը կտրատելու համար։ Օգտագործելու եմ հետևյալ բաղադրիչները՝ վարունգ, պղպեղ, կանաչիներ, թթու վարունգ, գազար, տապակած կարտոֆիլ, կաղամբ, տոմատ, մայոնեզ, լավաշ եւ սպասում եմ մսին, միսն էլ տապակվի շուտով, սառի կտրատեմ ու գեղեցիկ շաուրման փաթաթեմ, համով շաուրմա կփաթաթեմ, ջեռոցում էլ սարքելու եմ։ Տաք է դնեմ այստեղ թոսարի։ Վերջապես հերթը հասավ միս կտրատել, սառել է։ Մսերն էլ կտրատեմ ու փաթաթեմ շաուրման։ Մի քիչ տաք է, բայց ոչինչ։ Այնքան էլ տաք չի էլի, որ չկարողանամ կտրել։ Ահա։ Այսպես։ Ահա վերցրեցինք մեր վայքի գեղեցիկ լավաշը։ Տեսեք, կարմիր կողքով մեջով դնեմ։ Ու ինչ եմ անում, այսպես մի փոքր ծայրը ծալում ենք, սենց ու գնաց, հա։ Չեմ ուզում քիչ լավաշով անել, մի անգամից մեծ, են որ կշտացնող լինի։ Մի փոքր տոմատ եմ քսում։ Այսպես մայոնեզ, նորից խառնվում է տոմատին, կարտոֆիլ, վարունգ, ես ինչ շաուրմա եմ սարքում, շաուրմայանոց եմ բացել, կանաչի, պղպեղ, ինչ ասես լցրեցի բացի մսից, միսը, պատկերացնում եք ինչ համեղ շաուրմաներ են լինելու, թթու վարունգ, ինչ անում ենք, աշխատում ենք, որ հավասար լինի, չաղլիկ շաուրմա է լինելու, իսկան ես իշքան բան լցրեցի մեջը, շուր կտամ, թող հաստ լինի, կարևորը, որ երեխաներս ուտեն կշտանան, ես կերած խմած շաուրմա է, ինձ ոնց հարմար է, այնպես փաթաթեմ, կողքերից էլ
որ դուրս չտա։ Պատկերացնում եք, այս ինչ շաուրմա է, ահա։ Սենց մեծ շաուրմա տեսել եք երբևիցե։ Լավաշն էլ մի քիչ կոկրտվում է, ոնց լավաշը այսպես է, փափուկ է շատ, հարթուկ ենք ձեռքերով, սա ոչինչ էլի, այս մեկը որոշեցի փոքր լավաշով պատրաստել, լուր անձայն փաթաթում եմ, կողքից բացվում է, լավաշից է, դե ինչ անեմ, այսպես փոքրիկ ավելի ակուրատնի եղավ, իսկական վաճառքի շաուրմաներ, ուրեմն կեսով են անում, պատրաստեմ նորից, վերջի բաղադրիչներն են, ինչ կա արդեն կլցեմ, բոլորն էլ։ Մարդկա, որ կծու պղպեղել է լցնում, կտրատում, բայց կծու չեմ ամ, սոխ են կտրատում, ոչ սոխ օգտագործեցի, ոչ էլ կծու պղպեղ, որովհետև պետք չի։ Մի քիչ լավաշները բացվեցին, բայց ոչինչ։ Երկու, հաշվեք։ 3 եւ այս երկուսն էլ մեծ ու կերած խմած, որ կարելի է մի քանի հոգով ուտել։ Հիմա ջեռոցն էլ միացնեմ, սրանք տեղափոխեմ ջեռոց, թող ցանցի վրա։ Լիլիթ։ Դուխովկան էլի կա։ Չէ, պիտի հեսա տաքանա դնեմ։ Գիգանտսկի շաուրմա։ Դե երկու հատ պահեք, թե վաղը երկու հատ պահեք տանել հետս։ Ուր, դպրոց։ Այո։ Պերերիվա տանում, հա։ Դպրոց։ Էսի հսկաների շաուրմա է։ Եմ ջեռոցը թավայի մեջ չեմ դնում։ Այնքան շատ պատրաստեցի շաուրմա, որ երեխաները ուտեն, էլ 1 տարի շաուրմայի անուն չեն տա։ Երկու հատը հսկա են, մեծ, երեքն էլ փոքր։ Այս թեյնիկն էլ կատվի ձագերի պես 7 տեղ տեղափոխեցի։ Այն կողմից այս կողմ, վերջապես բերեցի իրա տեղը։ Կատուն է, չէ, ձագերին 7 տեղ տեղափոխում։ Նույն էլ այս թեյնիկն էր։ Տարա անդե, բերեցի դե, տարա այնտեղ, մի խոսքով եւ վերջապես եկավ իրա տեղը։ Եվ ես վերցնում եմ իմ ավանդական սինին, ահա, սրա մեջ եմ հեսա հանում շարում։ Ուй, հավեսին չորացան։ Ահա, ինչ է տոք է։ Ահա։ Ուй, խրխրթան։ Երեխաներ, շաուրման պատրաստ է։ Եկեք, համեղ շաուրմաները պատրաստ են։ Լիլիթ, արի, եսքը լավն է, մնաց, որ համը լավը լինի, իհարկե այդքան աշխատեցի, չարչարվեցի, համն է լավ կլինի, ես թվում է։ Հերների թագուհի, արի, հլը տես։ Ինձ հուշում եմ, որ ես կրկին ու կրկին ասեմ, բաժանորդագրվեք, լայքեք, տարածեք, դուք էլ լավ մնացեք։ Ճիշտն ասած, ես էլ այնքան օխորժակ չունեմ, բայց մի հատ նայեք ստեղ, ինչ ընտիր հյութեղ է ստացվել, բա համա ինչ կլինի, շոտ համեղ շաուրմա է ստացվել, աղջիկներս էլ հավանեցին, բայց չեմ բարձրաձայնում։